Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով Հայաստան ներկրվող ռուսական գազի գինը չէր կարող եւս մեկ անգամ բարձրանալ, քանի որ առանց այդ էլ ներկայում գազի դիմաց մենք վճարում ենք աշխարհում ամենաթանկ գներից մեկը։ Գազի գինը անցյալ տարի բարձրացումից հետո բնակչության համար 132,000 դրամ, ինչը անցյալ տարի դոլարի կուրսով 370 էր, պլյուս 500 դրամ սպասարկման վարձ ենք տալիս, չէ՞ բոլորս։ Դա տարեկան անում է միջին հաշվով մարդը $16։ $386 արդեն աշխարհում ամենաթանկ գներից մեկն է եղել երբևիցե։ Հիշեցնենք, փետրվարի 25-ին Սանկտ Պետերբուրգում նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդևի միջև կայացած հանդիպումից հետո Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը լրագրողներին մասնավորապես հայտարարեց. 2011 թվականի ընթացքում Հայաստանի սպառողների համար գազի գինը չի աճի։ Ավելին, սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը կնվազի։ Հայաստանի նախագահը հանձնարարել է մշակել համապատասխան մեխանիզմներ։ Բագրատյանի խոսքով Ռուսաստանը հերթական անգամ չբարձրացրեց գազի գինը, քանի որ այնտեղ հասկացան, Հայաստանի բնակչությունը պարզապես չի կարող ավելի թանկ վճարել։ Եվ Մեդվեդևը չբարձրացրեց ոչ թե սիրում էր Սերժ Սարգսյանն, հասկացա, որ հիմարությունը տեղ ունեցել։ Այսինքն, եթե 27% գին են բարձրացել, 44% սպառում է պակասել, 17% վնասվել է։ Դա կոչվում է սովորական սխալ, որի համար պատժում են։